Բոսնիա-Հերցեգովինայի Մոստար քաղաքն է եւ նրա հայտնի դպրոցը, որ Միացյալ համաշխարհային քոլեջի ցանցի մի մասն է։ Այստեղ սովորում են մի քանի տասնյակ երեխաներ աշխարհի տարբեր երկրներից։ Ազգությունը, կրոնը, լեզուն, մաշկի գույնը, անհատական կողմնորոշումները նրանց համար ոչ թե բաժանարար գծեր են, այլ մշակույթ, որը միավորում է։ Դպրոցի հիմնադիրները գուցե թե մտածում էին, որ այս դպրոցը օրինակելի կդառնա Մոստարի եւ ողջ Բոսնիա-Հերցեգովինայի տարածքի բազմազգ բնակչության համար։ Ընկալումները սակայն դպրոցի պատերից դուրս բոլորովին այլ են։ Մոստարը բազմազգ քաղաք էր մինչև Հարավսլավիայի քայքայումը եւ բոսնիական պատերազմի սկիզբը։ Ապրում էին մահմեդականներ, սերբեր եւ խորվաթներ, փոքրաթիվ այլազգիներ։ Հիմա էլ այդպես է։ Բնակչության թիվն է փոխվել։ Պատերազմի օրերին այստեղ փողոցները բարիկադապատ էին։ Հիշում են, թե ինչպես փոխհրաձգությունների դադարների ժամանակ հակառակ դիրքերում հայտնված համադասարանցիները կամ հարևանները իրարից ծխախոտ էին փոխ վերցնում, իսկ 5 րոպե հետո ճճում իրար վրա. «Ինչու ես այդքան դիպուկ կրակում, ախր կարող ես եւ ինձ խփել»։ Պատերազմն ավարտվեց, հազարավոր զոհեր, քայքայված ընտանիքներ ու փախստականներ, ավերված երկիր թողնելով։ Այս երիտասարդներն առաջին հայացքից ոչնչով չեն տարբերվում Միացյալ միջազգային քոլեջի ուսանողներից։ Մոստարի մահմեդական թաղամասում են ապրում։ Քաղաքի խորհրդանիշ հանդիսացող կամրջով անցնում են խորվաթական թաղամաս, զբոսնելու, բայց խոստովանում են տեղացիների, խորվաթների հետ չեն շփվում։ Խառնամուսնությունը գուցե մեր ծնողների համար խնդիր չէր, բայց մեզ համար խնդիր է։ Ավագ սերնդի այս մարդու ընտանիքը իսկական ազգային խառնուրդ է, դրանից նա չի նեղվում։ Նեղվում է աշխատատեղերի պակասից։ Թեև տաքսու վարորդի համար հիմա այդ հարցում մի խնդիր պակասել է, ողջ երկրի տարածքում մի տեսակի համարանիշներ են գործում եւ ինքը անկախ նրանից, թե Բոսնիա-Հերցեգովինայի որ մասում է ապրում, երկրի ողջ տարածքում կարող է անարգել երթևեկել։ Պատերազմից հետո այդպես չէր։ Բոսնիա-Հերցեգովինան նախկին Հարավսլավիայի ամենազարգացած սուբյեկտներից էր։ Պատերազմից հետո այն ստացավ քայքայված ենթակառուցվածքներ եւ տնտեսական օբյեկտներ, մասնատված երկիր։ Այսօր ամենամեծ չարիքը էթնիկական բոլոր հատվածներում համարվում է գործազրկությունը։ Մարդիկ աշխատանք ու ապրուստի միջոց փնտրում են հայրենիքի սահմաններից դուրս։ Տարեկան 5 միլիարդ բոսնիական մարկ նրանք ուղարկում են հայրենիքում ապրող իրենց ընտանիքներին, այն դեպքում, երբ պետական բյուջեն ընդամենը 6 միլիարդ մարկ է։ Արտաքուստ երկրի մայրաքաղաք Սարայևոն եւ մյուս բնակավայրերը նույնիսկ գյուղական բարեկեցիկ են թվում, բայց տեսարանները, որ զուգորդում են միմյանց, օրինակ մուրացկանները կամ հրաշալի կահավորված ավտոմայրուղիների, լեռնամետալուրգիական ձեռնարկությունների հարևանությամբ կարող ես հանդիպել լցկանով վարության քանող գյուղացու, հուշում են, որ ինչպես բոլոր հետպատերազմյան երկրներում այստեղ էլ կան հարուստներ եւ աղքատներ։ Արտաքին բարեկեցիկ տեսքը շատ դեպքում ապահովվում է միջազգային ներդրումների, հատկապես Եվրամիության գումարների շնորհիվ։ Много се прибыли живы в Югославии и Невосада. Հարավսլավիայի օրերում լավ էր, հիմա աշխատանք չկա։ Սրեբրինիցան է։ Այստեղ 1995 թվականին սերբական ջոկատները 8000-ից ավելի մահմեդական են խոշտանգել, սպանել միայն տղամարդկանց։ Սպանվածների դիակները մի քանի անգամ տեղից տեղ են փոխադրել։ Այդ իրադարձությունները ցեղասպանություն են ճանաչվել։ Հաագայի միջազգային դատարանում լսումներ են եղել։ Հիմա փորձաքննություններ են կատարվում մահացածների ինքնությունը պարզելու համար։ Босния-Херцеговина цело je taj problem. U Srebrenici pogotovo. Այս կնոջ կյանքը պատերազմը փոխել է կտրկանապես։ Որդին թաղված այս գերեզմանատանը։ Ապրուստի միջոցը հուշանվերների կրպակն է։ I onda su ubijali Bošnjake, muslimane. Այստեղ են վաստակում, գնալու ուրիշ տեղ չունեմ։ Այս կնոջ նման վերադարձողներից շատերը եկել են, քանի որ տները վերականգնվել էին պետական միջոցներով, կամ էլ այլ գնալու տեղ չունեին։ Սրեբրենիցայում բնակչությունը հիմա այն կազմը չունի ինչ-որ մինչ պատերազմը։ Այն ժամանակ բնակչության 78%-ը մահմեդական էր։ Պատերազմի օրերին քանակապես առավելություն ստացան սերբերը։ Խաղաղության պայմանագրից հետո այստեղ մահմեդականները հիմա ավելի շատ են։ Քաղաքում հիշում են, որ առաջին վերադարձողներին քարերով էին դիմավորում։ Մահմեդականները վերադառնում էին ոստիկանների ուղեկցությամբ։ Հիմա նույնիսկ խառնամուսնություններ են գրանցվում։ Արյունոտ անցյալի մասին այստեղ հիշել չեն ուզում։ Թվում է ամենուրեք մարդիկ գիտակցաբար փակել են հիշողության դուռը։ Բոսնիա-Հերցեգովինայի բոլոր դպրոցներում նույն ծրագրով են ուսուցանվում երեխաները, նույն պատմության դասագրքով։ Պարզապես այն ավարտվում է 1991 թվականին, երբ սկսվեց պատերազմը, եւ սկսվում 1995 թվականից, երբ կնքվեց Դեյտոնի համաձայնագիրը, որով վերջ դրվեց արյունահեղությանը։ Միջազգային հանրությունը Բոսնիա-Հերցեգովինայի համար մշակեց օրենքներ ու նորմեր, որոնցով պարտադրված ապրում են տարածքի 3 ազգությունները՝ սերբերը, մահմեդականները, ովքեր պատերազմից հետո իրենց բոշնյակ են անվանում, եւ խորվաթները։ Այս 3-ը կռվել են միմյանց դեմ, երբեմն դաշնակցելով, երբեմն նախկին դաշնակցին սպանելով։
Արյունոտ պատերազմ էր։ Լրագրող Դրագան Երենիչը պատերազմի մասնակից է։ Նրա հայրենի քաղաքը Տեսլիչը Սերբական Հանրապետությունում է գտնվում։ Շրջապատված էր մահմեդական բնակավայրերով։ 23-ամյա Դրագանը մասնակցեց պատերազմին։ Հիմա իր գործնեությամբ փորձում է անաչառ տեղեկատվություն տալ, նպաստել Բոսնիա-Հերցեգովինայի միասնության եւ խաղաղության պահպանմանը։ Նույնիսկ կողմնակից է, որ խորվաթներն էլ ունենան նույն իրավունքներն, ինչ սերբերն ու մահմեդականները, բայց եւ գտնում է, որ իր պատերազմի մասնակցելը ճիշտ էր։ Ինչու են կռվել սերբերը, բոշնյակներն ու խորվաթները։ Արտաքին քաղաքական գործոնի դերն այստեղ ոչ ոք չի բացառում, բայց եւ շատերը կարծում են, որ ներքին խնդիրներն են պատերազմի պատճառ դարձել։ Распадом Югославии 1992-ին ունեինք քիչ խելք, քիչ փող եւ շատ զենք։ Չեմ կարծում, որ դրսից են հրահրել։ Դեր է խաղացել նաև դարերից եկող վախը միմյանց հանդեպ։ Վախ կար, որ որևէ մեկ ազգություն կարող էր իշխանության գալ եւ մյուսների իրավունքները ոտնահարել։ Այդպես եղել էր անցյալում։ Վախի եւ ատելության հրահրման մեջ քաղաքական գործիչներն այսօր էլ մեղադրում են լրագրողներին, իսկ վերջիններս քաղաքական գործիչներին։ Սրեբրինիցան եզակի չէ։ Խառը բնակչության բազմաթիվ բնակավայրերում ահավոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Համաձայնագրի ստորագրումից հետո մարդիկ դարձյալ ապրում են միասին։ Խառը բնակավայրերում երեխաները հաճախում են նույն դպրոցը, ավելի ճիշտ նույն շենքում տեղակայված երկու դպրոց։ Մեկը մինչև կեսօր է գործում, մյուսը դրանից հետո։ Դասացուցակն այնպես է կազմված, որ երեխաները իրար դպրոցում չհանդիպեն։ Համատեղ կեցության պայմաններում նաև մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին, որ առաջին տարիներին թվում էին անհավանական։ Դրանցից ցուցանակներն են, որ հիմա գրվում են 3 լեզուներով։ Նույն կերպ գրվում են տեղեկությունները ապրանքների վրա։ Օրինակ, ծխախոտատուփի այս մակագրությունը հուշում է, որ ծխելը սպանում է։ 2 անգամ այն գրված է լատինատառ, բոսներեն եւ խորվաթերեն, 1 անգամ էլ սերբերեն, կիրիլյան տառատեսակով, իսկ արտաբերելիս դա հնչում է միատեսակ։ Հիմա միասնական են ավտոհամարանիշները, լատինական եւ կիրիլյան տառատեսակներից ընտրվել են նույնանման տառերը, ընդունելի երկրի բոլոր ժողովուրդների համար էլ։ Երկլեզու է գրությունը դրամի բոսնիական մարկի վրա, տեղ չլինելու պատճառով լատինատառ 1 գրություն պակասում է։ Փողզիջման նշանը։ Այսպիսի փողզիջումներ շատ կան, բայց խնդիրները մնում են։ Բոսնիա-Հերցեգովինայի հանրապետությունը արտաքին աշխարհին ներկայանում է որպես մեկ միասնական պետություն։ Իրականում այստեղ 2 պետական միավորում կա։ Բոսնիա-Հերցեգովինայի ֆեդերացիան, որտեղ հիմնականում ապրում են մահմեդականները, բոշնյակները եւ կաթոլիկ խորվաթները, եւ Սերբական հանրապետությունը, որտեղ ապրում են հիմնականում սերբերը։ Մահմեդականներն ավելի քիչ թիվ են կազմում։ Սերբական հանրապետությունը մեկ կենտրոնացված իշխանության միավորում է, իսկ Բոսնիա-Հերցեգովինայի ֆեդերացիան բաղկացած է 10 կանտոններից։ Յուրաքանչյուր կանտոն ունի իր նախարարությունները, իր խորհրդարանները, այսինքն կենտրոնական իշխանության ազդեցությունը այստեղ հասցված է մինիմալի։ Արդյունքում ստացվում է, որ հանրապետությունում կան մոտ 300 նախարարներ իրենց կաբինետներով եւ 150 падգամավորներ։ Ընդ որում հանրապետությունն ունի 3 նախագահ՝ 1 սերբ, 1 խորվաթ եւ 1 մահմեդական։ Խորհրդարաններում մանդատները հատկացվում են ըստ ազգությունների, ընդ որում յուրաքանչյուր ազգություն վետոյի իրավունք ունի։ Տեղերի բաշխման հիմքում տվյալ տարածքում ազգությունների տոկոսային հարաբերությունն է ըստ 1991 թվականի մարտահամարի տվյալների։ Պետական եւ տեղական բոլոր կառույցներում անկախ բնակչության ազգային կազմի ներկայիս թվականակից 3 ազգերի ներկայությունը պարտադիր պայման է։ Մոստարում դա պահպանելն ավելի հեշտ է, ասում է քաղաքապետ Լյուբո Բեշլիչը։ По приватному сектору я Մեզ մոտ քաղաքապետարանում դա պահպանվում է, բայց մյուս վայրերում չեմ կարող ասել։ Մասնավորն ինքն է որոշում ում աշխատանքի վերցնի, բայց ազգությունը կապ չունի, արհեստավարժությունն է կարևոր։ Jedne i druge i treće da sa svima surađuje i da ima na taj način jednu sponu. Մոստարի քաղաքապետի այս կարծիքը պնդում է նաև մյուս պաշտոնյաները այլ բնակավայրերում։ Բնակիչները սակայն ուրիշ կարծիք ունեն։ Այլ կարծիք ունի նաև միջազգային հանրության շահերը ներկայացնող բարձրագույն ներկայացուցիչ ավստրիացի Վալենտին Իսկոն։ Խառն ամուսնությունների զավակները եւ այլազգինները, նրանք ովքեր բոշնյակ, սերբ կամ խորվաթ չեն կամ աթեիստ են եւ որևէ այլ կրոնական դավանանք ունեն, երբեք չեն կարող իշխանության գալ։ Երկրում ապրող 14 այլ ազգությունների ներկայացուցիչները հիմա Եվրադատարանում են այդ հարցը բարձրացրել։ Никогда в жизни здесь не получил функцию директора. Այդ հրաշալի մարդիկ հնարավորություններ պիտի ունենան։ Ներուժ կա, բայց մարդիկ դրսևորվելու հնարավորություն չունեն։ Միջազգային հանրությունը ներկայացնող բարձրագույն ներկայացուցչի նկարագրած վիճակը հենց նույն միջազգային հանրության կողմից պարտադրված պայմանագրի հետևանք է։ Ավելի ճիշտ դրա դրույթների տեղական մեկնաբանության հետևանք։
Ինքը բարձրագույն ներկայացուցիչն ավելի մեծ լիազորություններ ունի, քան Բոսնիա-Հերցեգովինայի Հանրապետության ցանկացած պաշտոնյա կամ պետական մարմին։ Նա կարող է պաշտոնանկ անել այն պաշտոնյային, որն իր կարծիքով դուրս է գալիս Դեյտոնյան համաձայնագրի շրջանակներից կամ էլ ցրել խորհրդարանը, եւ սրա դեմ տեղացիները ոչինչ անել չեն կարող։ Այսօր այստեղ խոսում են երկրորդ Դեյտոնյան հրաժեշտության մասին, որը կփոխեր իրերի դրվածքը, որը չի արտահայտում երկրի իրական վիճակը, բայց դա էլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքական ուժերը, իդեպ դրանք էլ ազգային են, համաձայնության կան, իսկ դա նշանակում է, որ իշխանության գլուխ եղած անձիկ եւ ուժերը կարող են կորցնել իշխանությունը։ Այս տեղապտույտից ելքը լրագրող Զաքարիաս Մայիչը տեսնում է քաղաքացիների համախմբման մեջ։ Jedini arbitrar u cijeloj ovoj konfuziji Ես դրական տեղաշարժեր չեմ սպասում, դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ։ Այդպիսի կամք չկա։ Նրանք, ովքեր փոփոխություններ են ուզում, պետք է ընտրություններով փոխեն վիճակը։ Ընտրությունները սակայն առայժմ վիճակ չեն փոխում։ Սերբը ընտրում է սերբական կուսակցությանը, խորվաթը խորվաթական, իսկ մահմեդականը մահմեդական։ Վախը, որ մեկ ազգային ուժի իշխանության գալը մյուս ազգերի զրկանքների հաշվին կլինի, դեռ ապրում։ Այդ վախը կոտրելու եւ արյունահեղությունները բացառելու համար միջազգային հանրությունը ջանքեր թափում է։ Արտաքուստ մարդիկ ընկալում են իրար հետ ապրելու անխուսափելիությունը, ապրում են կողք կողքի, փորձելով չհիշել անցյալը, վստահում են այլազգի բժշկին, ոստիկանին, բայց ոչ քաղաքական գործչին։ Մենք ընդունել ենք այս իրավիճակը, ամենակարևորը խաղաղությունն է, որ ունենք, բայց մարդիկ վախենում են, որ այն կարող է խախտվել։ Պատերազմի ժամանակ 100,000 զոհ ունեցանք, սա ամենամեծ կորուստն է, ասում է պրոֆեսոր Միլոշ Շոլայան։ Հիմա Բոսնիա-Հերցեգովինա Հանրապետությունը 10,000-անոց բանակ ունի, պայմանագրային զինծառայողներից բաղկացած։ Պետական բյուջեից բավականին գումար է ծախսվում դրա պահպանման համար, բայց զորքը կրճատել չեն ուզում։ Ու ակամայից հարց է ծագում, երբ խնդիրները ներսում են, ումից պիտի պաշտպանի այդ բազմազգ զորքը բազմազգ ժողովրդին։ Իդեպ 90-ականների պատերազմն այստեղ քաղաքացիական պատերազմ են համարում։ Սերբիայի հետ հարաբերություններն այստեղ բարդ են։ Արյունահեղությունների մի մասը իրագործել են սերբական զինված ուժերը։ Դեյտոնի համաձայնագրի տակ Միլոշևիչի ստորագրությունն է։ Բոսնիա-Հերցեգովինայի Հանրապետության կազմում գտնվող Սերբական Հանրապետությունում, որը ժամանակին Սերբիայի հետ միավորման կողմնակից էր, հիմա այդ մասին բարձրաձայն չեն խոսում։ Թեև Բոսնիա-Հերցեգովինայի Հանրապետության նախկին արտգործնախարար եւ Սերբական Հանրապետության նախկին վարչապետ Մլադեն Իվանիչը կարծում է, որ Սերբական Հանրապետության բնակչության 70%-ը կնախընտրեր ապրել Սերբիայի կազմում եւ 30%-ը կողմ կլներ անկախության։ Ըստ Իվանիչի, բուն Սերբիայում կարծիքն այդպիսին չէ։ Այդտեղ ձայների հարաբերակցությունը կլիներ 50-50։ Չնայած դրան, ամեն օր Բելգրադ-Սարայևո եւ հակառակ ուղղությամբ օդային չվերթ կա։ Թռիչքը տևում է 1 ժամ, կայանում է անկախ ուղևորների քանակից։ Բոսնիա-Հերցեգովինայի Հանրապետության նախկին արտգործնախարարն ասում է, որ մարդկային հարաբերությունների տեսանկյունից երկրում խնդիրներ չկան, բայց այնուամենայնիվ դժվար է մահմեդական լինել Սերբական Հանրապետությունում եւ սերբ Բոսնիա-Հերցեգովինայի ֆեդերացիայում։ Նույն պետության երկու միավորների միջև շփումները համարյա բացակայում են։ Բոսնիա-Հերցեգովինայի Հանրապետությունում մեկ այլ զորք էլ կա՝ էյֆորը, միջազգային խաղաղարար ուժերը, որ վերահսկում են իրավիճակը։ Թե այդ զորագունդը, թե միջազգային բարձր ներկայացուցչի գրասենյակը ենթադրվում է, որ Բոսնիա-Հերցեգովինայում կմնան միջև ժողովուրդների միջև փոխվստահության արմատավորումը։ Երբ դա տեղի կունենա, դժվար է ասել։ Ներքին սահմանների ջնջումը թե մահմեդականները, թե սերբերն ու խորվաթները կապում են Եվրամիությանն անդամակցելու հետ, բայց եւ գիտակցում են, որ դրան առնվազն 2 տասնամյակ պիտի սպասեն, դրսից թելադրված կանոններով ապրելով։ Պատերազմի զոհերի համար այժմ կարևոր է պատերազմի հանցագործների դատապարտումը, գործընթացն իրականացնում է Հաագայի դատարանը։ Աղմկահարույց դատական գործընթացները սակայն կրքերը չեն հանգստացնում։ Երբեմն դատապարտյալներին ճանապարհում եւ ընդունում են որպես հերոսների, խոստովանում է պրոֆեսոր Շոլայան։ Պատերազմի մասնակից Դրագան Երենիշն ասում է, որ ուրախությամբ է ընդունել իր մահմեդական ընկերների վերադարձը հայրենի քաղաք, որ ատելությունը բնական վիճակ չէ, հպարտ է, որ իր ձեռքերն արյունոտ չեն։ Այս մահմեդական աղջկա համար ամուսնությունը քրիստոնյայի հետ խնդիր չէ։ Սրեբրինիցայի արհավիրքն ապրած այս հավատացյալ կինն ասում է, որ ներել է, սերբերն էլ կորուստներ են ունեցել, բայց նրանց հետ չի շփվում, ասելիք չունի։ Ու այս բոլոր մարդիկ համակարծիք են մի հարցում. պատերազմը խնդիրները լուծելու տարբերակ չէ։